Radio Stars գներգայացնե Հայաստան հաղորդաշարը։ Լսեցեք, դիտեցեք եւ հետևեցեք հաղորդաշարին ուղիղ եթերով Radio Stars-ն եւ Radio Stars-ի թիմադեդրեն յուրաքանչյուր երկուշաբթի կեսօրվա ժամը 12:30-ին սկսյալ Լոս Անջելեսի ժամով եւ երեկոյան ժամը 11:30-ին Հայաստանի ժամով։ Հաղորդավարի Ստեյսի Ավետիքյան Արաբյանը գհյուրընկալ է դաղանտավոր հայտնի արվեստագետներ։ Իսկ դուք գարնակ ձեր մասնակցությունը բերել զանգելով հետևյալ WhatsApp-ի համարին Արավել 1 747 255 8764 Հաղորդաշարի հյուրերու դասավորումը կգադարի Նելի Ավետիքյանը։ Հայ աստղեր Radio Stars-ն Մայրերու օրվա գաբակցությամբ գանանց համար նախադեсված հadouk հայաստեր հաղորդաշար երկուշաբթի մայիս 12-ին։ Սիրելիներ, սպասեցեք եզակի հարցազրույցը դոկտոր Վահան Մանվելյանի Radio Stars-ն։ Դոկտոր Վահան Մանվելյանը պիտի խոսի հետևյալ նյութերու շուրջ։ Անգանոն արյունահոսություն, գրկնվող վիժումներ, անբդղություն եւ հղության ցախողում, հղիանալ բդղապերության միջոցով, հիստերոսկոպիա ու ախտորոշում եւ վերջապես արգանտիբոլիպ ու բուժում։ Գերնակ հետևիլ եզակի եւ հետաքրքրական հարցազրույցին երկուշաբթի մայիս 12-ին ուղիղ եթերով Radio Stars-ն եւ Radio Stars-ի թիմադեդրեն գեսօրեյետ ժամը 1-ին Լոս Անջելեսի ժամով եւ երեկոյան ժամը 12-ին Հայաստանի ժամով։ Հարցազրույցը կպատրաստե եւ կներկայացնե հաղորդավարուհի Ստեյսի Ավետիքյան Արաբյանը։ Սպասեցեք գանաց համար հadouk դոկտոր Վահան Մանվելյանի հարցազրույցը Radio Stars-ի հայ աստղեր հաղորդաշարեն երկուշաբթի մայիս 12-ին։ Հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ հայ աստղեր հաղորդաշարի, ինչպես նաեւ Radio Stars-ի։ Միշտ գիտեք, թե ես կարճ թաթարմը բացակայելի հետ կվերադառնամ հյուրընկալիս հետը, այսինքն հաղորդաշարի հյուրին հետը։ Այսօր որովհետև մայրերու օրն է, այսօր որովհետև մայրերու դոնը գզուկատիպվի միայն հաղորդաշարի երգերը նվիրված են եւ ընդրված են սփռվելու համար մայրերու հետ կապ ունեցող։ Բիդի լսենք քեղեցիկ երգը մամջան խորակրով, որբեսի ես գարշ թաթարմը բացակայելի հետ վերադառնամ գինեկոլոգ բժշկական գիտությունների դոկտոր Վահան Մանվելյանի հետ։ Շատ եզակի եւ հետաքրքրական հարցազրույց մնե, պիտի խոսենք բոլոր նյութերու շուրջ համարձակորեն, որբեսի օգտակար դառնանք երկուքս օգնելու ձեր հարցերուն պատասխան մտալով։ Ay Mayrer Can, kef arek, kef çer donne. Yerkan փոխշովին լսելի եք, կամ ինչապես կսկսեմ այսօրվա հարցազրույցը։ Faytonat beş, dar hasru anzigas. Usta ones faytonat beş, dar hasru anzigas. Eski het kar. Rovelem yeses kahken, karsen guzem beren has.
مام جان توری قربان اساورا سونیگا مام جان توری قربان چخلاری اومیگا Ահավասիկ լսեցինք շատ գեղեցիկ երգմը մամ ջան խորակրով։ Լիացիր ողջունով բարիքալուստ կմաղթեմ հաղորդաշարի հավատարիմ հետևողներին եւ ռադիո լսողներուն։ Վստահ եմ թե դարբեր երկիրների աշխարհի 4 կողմի հայությունը այսօր միացած է հետևելու համար հայ աստղեր հաղորդաշարը, որբեսի այս եզակի հարցազրույցի հարցումներուն պատասխան ստանա։ Դոկտոր Վահան Մանվելյանը Ձնվել, մեծացել եւ ուսանել է Երևանում։ Գրթությունը 1997 թվականին հաճախել եւ ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդհանուր բժշկության ամբիոն։ Հետ դիպլոմային գրթության 2019 թվականից ստացել է մինիմալ ինվազիվ գինեկոլոգ վիրաբույժի վկայական հաճախելով գինեկոլոգիական վիրաբուժության Եվրոպական ակադեմիա, ապա ստացել է գինեկոլոգիայի մագիստրոսը Ֆրանսայում։ Ամփոփված ծևով ներկայացնել է յետք հաղորդաշարի հյուրին ինքնությունը թույլ տվեք հարկելի ռադիո ստարզի ունգընտիրներ եւ ագընտիրներ, որովհետեւ ողջունեմ գինեկոլոգ բժշկական գիտությունների դոկտոր Վահան Մանվելյանը։ Ողջույն, բարի եկացեք։ Ողջույն Ստեսի ջան, շատ շնորհակալ եմ նման հրավերքի համար, մեծ պատիվ է իմ համար։ Նույնպես ինձ համար եւ շնորհակալ եմ իմ հրավերս ընդունելու համար, այսքան ուշ ժամ լալով դուք արթուն մնացել եք, որովհետեւ այս հարցազրույցը հաջողցնենք, դոկտոր։ Ձեզ եմ շնորհակալ։ Խնդրեմ։ Ես միշտ հարցազրույցի սկիզբը կսկսեմ յուրաքանչյուր հյուրի մանկությունը հիշելով եւ հիշեցնելով։ Ձեր բարակային դոկտոր Մանվելյան, Ձեր մանկությունը ինչպես է եղել Երևանում երեխաների հետ խաղալով կամ բժշկական քիրքեր գարտալով։ Գիտեք, երևի ավելի շատ երեխաների հետ խաղալով, ցավոք մանկությունս ավարտվել է շուտ, քանզի 15 տարեկանում վաղաժամ ընդունվեցի բժշկական համալսարան։ Այդ ժամանակ զուտ 15 տարեկան էի, մանկությունս հələ չէր ավարտվել ու մտա այդ աշխարհը, որը իմ համար նոր էր ու որոշակի հարցերում նաև անհասկանալի, սակայն ստացվեց հաղթահարել, քանի որ ծնողներս, պապիկներս բոլորը բժիշկ են ու այդպես ցեղական գենետիկորեն մեջս այդպես դրած այդ երևի օգնեց, որ հաղթահարվեցի մոտ դա։ Ուրեմն այդ ընտանիքի մթնոլորտով դուք քաչալերվեցաք, որովհետև ինչպես ասեցիք, ձեր ընտանիքի անդամները եղել են բժշկական աշխատանքում։ Արդյոք այդ մեկը աստեց կամ դուք ունեիք այդ սերը ձեր մեջ բժշկական աշխատանքի հանդեպ եւ որոշել եք եւ ամենչապես հաճախել եք համալսարան, որ արդեն յետք ավարտել եք։ Եթե փորձեմ ավելի པարզ լինեմ, ոչ ես եմ ինձ այդ հարցը տվել, որտեղ պետք է սովորեմ, ոչ էլ ինչ-որ մեկը տունն է ինձ այդ հարցը տվել, թե ես որտեղ պետք է սովորեմ։ Ինքնահոսով པարզ էր, որ պետք է լինեի բժիշկ ու այդպես եղա բժիշկ։ Այսինքն մեր մոտ այդ հարցադրում այդ ընտանիքում չի եղել, ոչ իմ դեպքում, ոչ եղբորս։ Այո։ Բադահագան է թե գրեթե երբ ընտանիքի անդամները երկրաչափ են կամ բժիշկ են կամ երաժիշտ են անպայման զավակները պետք է ժառանգեն կարծեք այդպես մի բան կպատահի մեր հայերի մոտ թե անպայման ընտանիքը անինչ որ է զավակներն պետք է ժառանգեն։ Հա, ժառանգում են, մեր երեխաներին է դա արդեն որոշակի վերաբերվում, թեև նրանք փոքր են, բայց երևի նրանց էլ արդեն սկսել վերաբերվել, այսինքն իրանք էլ են հետաքրքրված բավական տես բժշկական հարցերով։ Այսօր դոկտոր Մանվելյան մենք պիտի խոսենք գարկմոնիտերու շուրջ, որ արդեն ծանոթացումի ընթացքին ես հաղորդած էի։ Շատեր քրեցին թե հավանաբար իրենք ամաչնում են խոսելու, նամակներ պիտի ուղարկեն ես իրենց տեղ, բայց այսօր ես կուզեմ ասել թե ամաչնալ պետք չէ ամաչնի ովևէ մեկ անց, որպեսի լավ հարցեր ուղելով բժիշկին, բժիշկն իր պատասխանները փոխանցե։ Բնավ ամաչնալու արիթը մի ստեղծեք հարկելիներ, որովհետև երբ դուք ամաչնում եք, ուրեմն ձեր հարցերի պատասխանը պիտի չստանաք։ Այդ պատճառով ես ուզեցի հյուրընկալել ցեզի, որովհետև շատ մոնիտորու շուրջ պիտի խոսենք, որ այսօր շատեր
այդ համարցակությունը չունին խոսելու։ Նախ ասեմ թե մեր հարկելի ունգընտիրներուն դուք դբրոցը ավարտել եք, ինչպես ասիկ արդեն 15 տարեկան հասակից, ամենչապես որոշեցիք բժշկական համալսարան հաճախել։ Ձեր մասնակցությունն է քիչ ինվազիվ, հիստերոսկոպիկ եւ լաբարասկոպիկ։ Եթե գուզենք այսպես հագիր ցևով նախքան մանրամասն խոսիլը, որն է տարբերությունը հիստերոսկոպիայի եւ լաբորոսկոպիայի միջև։ Ընդհանուր առմամբ իմ մասնագիտությունը վերաբերվում է գինեկոլոգիական, ես ավելի շատ նեղ մասնագիտացած եմ այն հիվանդությունների բուժման վրա, որոնք որ կարող են խանգարել reproduction-ին, այսինքն հղիանալու կանանց հղիանալու ունակությանը։ Համ հիստերոսկոպիան, համ լապարասկոպիան դրանք քիչ ինվազիվ, այսինքն քիչ ագրեսիվ վիրահատության տեսակներ են, սակայն նրանց տարբերությունը բավականին վառ է, քանի որ հիստերոսկոպիան դա վիրահատությունների կատարման այն հնարավորությունն է, որոնք կարող են կատարվել ներարգանդային, այսինքն ներհեշտոցային ճանապարհով ներթափանցել արգանդի խոռոչ եւ տալ ներարգանդային խնդիրների լուծման ինչ-որ հնարավորություններ։ Լապարոսկոպիան հակառակը, որովայնի վրա կատարվում են 1 սանտիմետրանոց փոքրիկ կտրվածքներ, որոնց շնորհիվ հնարավորություն կա կատարելու ներորովայնային վիրահատություններ։ Այսինքն ի շնորհիվ լապարոսկոպիայի չի կարելի ասել հնարավոր չի, սխալ է կատարել ներարգանդային վիրահատություն եւ հակառակ։ Ուրեմն շատ կարևոր է այսօր, պետք է ամեն կանանց կամ աղջիկներ անպայման այդ եթե զավակ չունենալու մի հարց ունեն, պետք է անպայման ուղղվին, որպեսզի իմանան թե ինչ է պատճառը։ Պիտի խոսենք հանգրվանով, բայց այսօր, որովհետև մայրերի դոնի արխիվ է, որ կներկայացնեմ աս հարցազրույց եւ հաղորդաշարը, պիտի խոսենք զանազան թեմաներ շուրջ, մասնավորապես նրանց համար, ովքեր ցանկանում են մայր դառնալ, բայց ունին անկանոն տաշտան ու անկանոն արյունահոսություն։ Նախ խոսենք թե ինչպես կարող է անկանոն տաշտանը վերածվել կանոնավորի։ Գիտեք, դրա պատասխանը կարող է շատ լայնածավալ լինել, բայց այսինքն իսկ եթե ես վերագրեմ իմ մասնագիտության, այսինքն քիչ ագրեսիվ վիրահատությունների տեսանկյունին, անկանոն դաշտանը ընդհանրապես չի կարող ապահովել նորմալ արգանդի գործողությունները, որոնք նա պարտավոր է կատարել, ըստ ինչպես որ բնությունը կարգադրում է։ Այսինքն կան որոշակի հիվանդություններ, որոնք կարող են նպաստել անկանոն դաշտանի, առատ դաշտանի, միջդաշտանային արյունների եւ այդ հիվանդությունները, պաթոլոգիաները հնարավոր է բուժել ներարգանդային որոշ տեսակ վիրահատությունների հնարավորությունով։ Սակայն անկանոն դաշտանը կարող է նաև լինել հորմոնալ ինչ-որ բաների խախտման հետևանքներ, որոնք անհրաժեշտություն չունեն գնալու վիրահատության, այլ կարող են բուժվել միայն դեղորայքով։ Ամեն դեպքում հստակ է, որ բոլոր դեպքերում անկանոն դաշտանը դա հիվանդագին ինչ-որ մի process է, որը անհրաժեշտ է շտկել թե դեղորայքային, թե վիրահատական ճանապարհով։ Իսկ գա արդյոք որևէ բուժում կանոնավոր դառնալու համար, եթե այո, որքան ժամանակ է տևում բուժումը։ Իհարկե կա, այդ ժամանակը գիտեք բավականին սուբյեկտիվ կլինի, որպեսզի ես հիմա հստակ նշեմ, ժամանակը շատ տարբեր է, օրինակ 3 ամիս, 6 ամիս, մի տարի, դա կախված է ինչու՞ն է պատճառը այդ անկանոն դաշտանի։ Սակայն այսօրվա ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաները, այսինքն այն բոլոր տեսակ միջոցառումները, որոնք ուղղված են, որպեսզի օգնեն կնոջը հղիանալու, իրանք բավականին լայն հնարավորություններ ունեն շտկելու եւ միառժամանակ օգնելու հղիանալու։ Այո։ Իսկ հորմոնային հարցը, որ դուք ասեցիք, դոկտոր Մանվելյան, միայն այդ մեկն է կամ ուրիշ ինչ պատճառներ կան անկանոն դաշտանի։ Ես կարող եմ մի քանի օրինակ բերել, օրինակ ձվարանի որոշ տեսակ կիստաները, նրանք կարող են նպաստավոր պայման լինել անկանոն դաշտանի։ Շատ հաճախ կիստաների հիմքում ընկած են հորմոնային փոփոխությունները, բայց որոշ դեպքերում նրանք անհրաժեշտ է նրանց վիրահատել։
Սակայն մի բան է, ինչ հստակ պետք է իմանանք, որ ու բոլորին ինձ թվում է պետք է զգուշացնել, որ ինչքան հնարավոր է անհրաժեշտ է խուսափել վիրահատություն կատարելուց կանանց, որոնք որ այն տարիքում են, որ նպաստավոր է հղիանալու։ Այսինքն, եթե հնարավոր է խուսափել, դա ամենալավ բանն է, որը կարող է լինել։ Կամ եթե հնարավոր է կատարել, եթե անհրաժեշտ է կատարել վիրահատություն, այդ վիրահատությունը պետք է լինի անպայման քիչ ագրեսիվ, այսինքն քիչ ինվազիվ, ինչպես մենք ենք դա կոչում, որպեսզի ոչ մի դեպքում չխանգարել ֆունկցիան այնպիսի շատ կարևոր օրգանի, ինչպիսին է ձվարանը։ Անպայման։ Այսինքն հաճախ հնարավոր է ovarian cyst-ը, այդպես անգլերեն ասեմ, հեռացնել, միայն այդ cyst հեռացնել կամ հեռացնել ողջ ձվարանը։ Ողջ ձվարանը հեռացնելուց իհարկե անհրաժեշտ է միշտ խուսափել։ Այո։ Ինչու։ Որովհետև դա է ապահովում հետագա reproduction-ը։ Ձվարանի ունակությունով է ապահովված կնոջ ունակությունը հղիանալ։ Իսկ անկանոնությունը, խոսենք տաշտանի անկանոնությունը խոչընդոտ է դառնում հղիանալու համար կամ այդ Այո, իհարկե։ Քանի որ դաշտանային process-ը դա ցիկլիկ ինչ-որ process է, որի ժամանակ արգանդի խորոչում աճում է շերտ, ֆիքսվում է այդ շերտը եւ ինքնին դաշտանի ժամանակ այդ շերտը դուրս է գալի։ Ցիկլիկ, այսինքն ամեն ամիս ոնց որ դա կրկնվում է, ու եթե կա դաշտանի խանգարում, որոշ փուլերը այդ ցիկլիկ process-ի հնարավոր է խանգարվեն։ Իսկ խանգարված process-ը իհարկե զրկում է այդ բեղմնավորված ձվաբջջի արգանդի մեջ կպնելու ունակությունից։ Այո։ Այսինքն այդ շերտի առողջությունն ամենակարևորն է, ինչը չի լինում սովորաբար անկանոն դաշտանի դեպքում։ Անպայման։ Իսկ շատեր գասեն թե ամեն ամիս որ գրկնվում է իրենց դաշտանը, այլ գբադահի թե 15 օր անգամը դարձյալ կգրտնվի։ Այդ մեկը դարձյալ հորմոնային մի խանգարում է կամ այլ ուրիշ մի պատճառ կա։ Այո, իհարկե դա հնարավոր է լինի, ինչպես հորմոնային, այնպես էլ այլ խանգարում, այսինքն օրինակ արգանդի խորոչում լինի ինչ-որ մի գոյացություն, որը նպաստավոր պայման է դաշտանի հաճախ լինելու։ Կան պարզ հիվանդություններ, ինչպես է օրինակ էնդոմետրիումի պոլիպը, դա մի փոքր գոյացություն է արգանդի խորոչում, որը նպաստավոր է, որի կլինիկական արտահայտումներից մեկը հենց այդպիսի հաճախ արտադրությունն է արյունային, սակայն իրան հեռացնելուն պես այդ խնդիրը շտկվում է։ Այսինքն շատ կարևոր է, որպեսզի այդ կինը, որ ունի այդպիսի գանգատ, շատ կարևոր է, որպեսզի նա դիմի բժշկի, որպեսզի ի հայտ բերել ինչու՞ն է պատճառը, պատճառները շատ հաճախ շատ հեշտ լուծվում են։ Վախենալ պետք չի, պետքա պարզապես դիմել բժշկի, որը ի հայտ կբերի խնդիրը, ինչն է հիմքում ընկած, եւ գտնի տարբերակները դրա լուծման։ Այդ մեկը նորմալ է թե կպատահի 15 օր անգամ կամ մի հիվանդություն կամ մի արգելք մգա թե այդպես կլա, այսինքն նորմալ է թե բադահում է կարգման անձերի մոտ, որ գրկնվում է։ Միջինուն ես կարծում եմ, որ ամեն կինք պետք է տեղեկացված լինի նրանում, որ դաշտանի նորման 21-ից 35 օրը մեկ լինելն է։ Եթե լինում է ավելի հաճախ կամ ավել քան 35 օրը մեկ, դա նորմալ չէ։ Այդ դեպքում անհրաժեշտ է ու շատ կարևոր է դիմել բժշկի։ Անպայման, որպեսզի ինչքան շուտ, այդքան ավելի։ Այո։ Եվ միշտ պետք է բժշկի հետ, գինեկոլոգի հետ բարձորեն լավ խոսիլ, որպեսզի իմանալ ամենչապես եւ լուծումները գտնել։ Այո, իհարկե, պարզ, բաց, առանց ոյցը երկմտելու եւ առանց ամաչելու, քանի որ գինեկոլոգի գործողությունը միայն դա է, նա ուրիշ բան չի կարող անել։ Ինքը դրա համար է գնում աշխատանք։ Ճիշտ է, այդ պատճառով գինեկոլոգ կա։ Դոկտոր Մանվելյան, յուրաքանչյուր աղջիկ երբ ամուսնանում է, նորմալ է թե ուզում է հղիանալ ու մայր դառնալ։ Նախ գիտնանք թե որոնք են հղիանալու չհաջողվելու պատճառները, ապա կփոխանցեմ այլ տարբեր հարցումներ։ Պատճառները կարող են իհարկե շատ տարբեր ու շատ լայն լինել, սկսած տարբեր տեսակի այդպես դաշտանի խանգարումներից, ավարտված որոշակի օրգանական փոփոխություններով, հիվանդություններով, որոնք որ փոփոխում են արգանդի
գործելա ոճը ու ինչի հետևանքով այդ հղիությունը խափանվում է։ Սակայն ամուսնանալուն պես միանգամից պետք չէ, ոնց որ մենք հայերս բոլորս գիտենք, որ ամուսնանում են 2-3 ամիս հետո պարզապես արդեն սպասում են, որ բոլորը պետք է հղիանան, բոլորը գալիս են տուն, սուրճը, հղիություն ինչի չկա, չէ, այդպես չի, ճիշտ կլինի 1 տարի փորձ կատարելուց հետո դիմել բժշկի։ Այո։ Ժամանակ միջոցը։ Հա, պետք է որոշ ժամանակ սպասել։ Համարվում է անպտղությունը դիագնոզ դրվում է այն դեպքում 1 տարի կանոնավոր առանց պաշտպանվելու սեռական կյանք ունենալու դեպքում, սակայն հղիություն չունենալու դեպքում նոր է այդպիսի դիագնոզ դրվում, ինչպիսին է անպտղություն։ Այսինքն շտապել 3 ամիս հետո լսել մեկին ինչ որ գնալ բժշկի դա կարիք չկա։ Մի տարի ճիշտ կլինի սպասել։ Անպայման որ նորմալ ժամանակն է։ Իսկ շատ լսում ենք թե գասեն արքանտում մի պոլիպներ կան թե արգելք է թառնում հղիանալու համար։ Այդ մեկը ճիշտ է արդյոք դոկտոր Մանվելյան։ Արքանտում պոլիպներ կան։ Այո, արգանդում պոլիպներ կան, դա այդ շերտի անորական առողջ աճն է, որը ընդհանուր առմամբ շատ կանայք ունեն, սակայն իրանք չունեն նրանց կլինիկական արտահայտման սիմպտոմատիկան։ Այսինքն նրանք ունեն, չեն գնում բժշկի, պարզապես դրա մասին չեն իմանում, բայց պոլիպները այո, իհարկե կարող են կանխել այդ բեղմնավորված ձվաբջջի, այսպես փորձեմ ոչ բժշկական բառ օգտագործեմ, մի քիչ գրագետ չի լինի, կներեք, կպնելը արգանդի խոռոչում, որովհետև անառողջ հյուսվածքը իհարկե խաթարելու է այդ կպնելու process-ը, դա կոչվում է իմպլանտացիա։ Ու քանի դեռ կան պոլիպ, այդ պոլիպները իհարկե գցում են այդպիսի հղիանալու հավանականությունը, ճիշտ կլինի իրենց հեռացնել։ Անպայման։ Սակայն նաև պետք է ես ֆիքսեմ ու շեշտեմ ու շատ կարևորում եմ, որ հաճախ մեր մոտ կանայք գալիս են ասում են բժիշկ, ես ունեմ պոլիպ, ես այս 5 գիշերա չեմ քնում, ես ունեմ պոլիպ, որովհետև ինձ ասել են, որ դա դառնում է քաղցկեղ։ Այո։ Մենք պետք է ֆիքսենք, որ կան այդպիսի արդեն մի ահռելի մեծ հետազոտություն կա, մոտավորապես 82,000 հիվանդ ընդգրկած հետազոտություն է, որը որ ասում է, որ կանայք, որոնք ունեն դաշտան, այդ պոլիպի վերափոխումը քաղցկեղի լինում է մոտավորապես 1,2% դեպքերում։ Այսինքն այդ տոկոսը բավական չնչին է, չի հերքվում, բայց չնչին է։ Պետք է հաշվի առնել, բայց սովորաբար դա չի վերափոխվում ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ։ Ավելի ռիսկային է դաշտանադադարում կանանց մոտ։ Իսկ ինչպես է կատարվում պոլիպի վիրահատությունը եւ որքան ժամանակ է պահանջվում։ Շատ պարզ, ճիշտ տեխնիկական կատարելու դեպքում վիրահատության տևողությունը 12-ից 15 րոպե է, ընդհանուր տևողությունը։ Այո։ Ցավազրկումը ավարտվում է վիրահատությունը ավարտվելուն պես, այսինքն ներերակային ցավազրկում է, եւ բուժառուն դուրս է գրվում մոտավորապես մի ժամ ու կես հետո գնում է տուն, կարող է գնալ աշխատանքի, կարող է գնալ հյուր։ Շատ բարձ։ Ուրեմն շատ թյուրին մի վիրահատությամբ է, որ կարող եք հեռացնել այդ պոլիպը եւ չամաչնան, ինչպես թե ասենք, եւ չվախնան, որբեսի անպայման հանդիպին գինեկոլոգի իր բժշկի մոտ, որբեսի հեռացնեն։ Բայց արդյոք կարող է պոլիպը վերադառնալ։ Այո, ստեղ գիտեք հարցը բավականին երկակի անկյուն ունի։ Իմաստը նրանումն է, որ մենք արդյոք գիտենք դա կրկնվել է, թե առաջացել է նորը։ Քանի դեռ ես ասեցի, ամեն ամիս կնոջ մոտ այդ շերտը աճում է։ Պոլիպի վիրահատությունը ինքնին իրանից ներկայացնում է ինչ որ հորմոնալ process-ների վերջնարեզուլտատը։ Այսինքն ինչ որ հորմոնային process-ներ են լինում, այդ շերտը աճում է անառողջ։ Վիրաբույժ գինեկոլոգը հեռացնում է այդ վերջնարեզուլտատը, ինքը վիրահատությունով չունի հնարավորություն հիմքի վրա ազդելու, այսինքն հորմոնալ փոփոխությունների վրա ազդելու։ Ու քանի դեռ մենք հասկանում ենք, որ ամեն ամիս այդ շերտը կարա աճի, այո, որոշ ժամանակ հետո այդ շերտը էլի կարա աճի անառողջ։ Բայց ինչ կարա անի վիրաբույժը, ռիսկի ֆակտորները հետագա աճելու նա պարտավոր է ֆիքսի։ Ու եթե նա զգում է, որ ռիսկայնությունը հետագա աճի բարձր է,
Այսինքն մենք գիտենք, որ օրինակ պոլիպները լինում են ավելի շատ հանդիպում են ավելի շատ գեր կանանց մոտ, դիաբետ ունեցող կանանց մոտ։ Մենք պետք է ռիսկի ֆակտորների վրա էլ աշխատենք ու որոշ ժամանակ այդ հորմոնները, որոնք նպաստում են դրանց աճի, նրանց քանակը իջեցնենք դեղորայքով։ Այսինքն մենակ վիրահատությունը դա վերջնա ռեզուլտատի լուծումը։ Մենք պետք է գտնենք, փորձենք աշխատենք հիմնակարի վրա եւս։ Ուրեմն հավանաբար գվերաթարնա կամ ոչ, այսինքն այոն եւ ոչը գա։ Գվերաթարնա կամ չվերաթարնար։ Իսկ հղիության չհաջողվելու հիմնական պատճառը դոկտոր Մանվելյան միայն պոլիպներն են կամ կան ուրիշ պատճառներ, օրինակ ասենք միոման, որ ֆայբրոիդն է այսօր ես անցամ շատ լսած եմ թե կրնալ ոչ միայն պոլիպ, այլ ֆայբրոիդ։ Ինչն են ճիշտ պատճառները թե արգելք կդառնա միայն պոլիպն է կամ կա ուրիշ պատճառներ թե չհղիանար։ Եթե խոսենք գինեկոլոգիական վիրաբուժության մասին, ես կարող եմ ասել, որ այո, իհարկե ֆայբրոիդներն են։ Ես կարող եմ ասել, որ կանխավ ունեցած հղիության ընդհատումները նույնպես, այսինքն intrauterine adhesions, եւ որ պատերը իրար միաձուլվում են արգանդի խոռոչի որոշ տրավմաների հետևանքով։ Շատ կարևոր հարց բարձրացրեցիք կապված միոմաների ֆայբրոիդների հետ։ Դա բավական քննարկելի թեմա է, որովհետև կան բազմակի գայդլայններ, որոնք որ ասում են, որ դեպքում այդ ֆայբրոիդը անհրաժեշտ է վիրահատել, որ ճանապարհով, լափարասկոպի թե հիստերոսկոպի ճանապարհով։ Այո։ Իրա չափսերը արդյոք նպաստում են վիրահատելուն, թե ոչ, կան դեպքեր, կան տեսակներ ու մեծություններ ֆայբրոիդների, որոնց ընդհանրապես վիրահատել պետք է։ Այսինքն, դա շատ կարևոր, որպեսզի բժիշկը տարանջատի, որը պետք է վիրահատել, որը չէ 1, որը որ ճանապարհով վիրահատել 2 ու ամենակարևորը ինչպես վիրահատել, որպեսզի ագրեսիան արգանդի վրա լինի մինիմալ։ Այո։ Որովհետև շատ հաճախ խնդիրներ առաջանում են հենց սխալ, ագրեսիվ կատարած վիրահատությունը հետևանքով։ Այո։ Հետևողներ հավանաբար չհասկանան թե ֆայբրոիդը ինչ է կամ միոման ինչ է, ավելի լավ բացատրելու համար այդ արքանթի մկանները ավելի լայնալն է կամ ավելի ինչպես կրնանք բացատրել, որպեսզի ավելի դեղեցությամբ իրենք իմանան թե ինչ է միոման կամ ինչ է ֆայբրոիդը, որ գխոսենք այս պահից դոկտոր։ Ֆայբրոիդը դա բարորակ թյումոր է, բարորակ գոյացություն է, որը առաջանում է արգանդի մկանային շերտի մեկ մկանային բջջի սխալ կլոնավորման կիսման հետևանքով։ Հավասիկ բացատրություն։ Ճիշտ է թե ես երբ կբրբդեի եւ լավ կգարթայի ասնույթի շուրջ, իմացա թե միոմաները ոչ քաղցկեղային գոյություններ են, որոնք զարգանում են արքանթի ներսում կամ շուրջը։ Ճիշտ է ռաստեղեկությունը, դոկտոր։ Այո, չէ, գիտեք դժվար է ոչ քաղցկեղային, նրանց գերակշիռ մասն են ոչ քաղցկեղային։ Որոշ տոկոս դեպքերում ըստ տարբեր հետազոտությունների տոկոսները տարբեր են, բայց նրան ավել չեն, քան 1.2%-ը, 1.4%-ը, նրանք կարող են լինել քաղցկեղացին։ Բայց 0.02 կա հետազոտություն, 0.2, նրանց տոկոսը շատ ցածր է։ Ու սովորաբար իրանք դիագնոզվում են վիրահատության ժամանակ, բայց իրանց տոկոսը բավականին ցածր է, գերակշիռ մասը բարորակ է եւ այո, նրանք կարող են առաջանալ բոլոր տեղերում, որտեղ կա արգանդի մկանունքը, այսինքն արգանդը դա մկանային օրգան է։ Այո։ Ու ինքը կարող է աճել արգանդի պատից դեպի դուրս ոտիկի վրա, պատի մեջ ու արգանդի խոռոչ։ Այո։ Այսինքն նա ըստ մեր classification-ի ունի 7 տեսակ տեղակայում։ Բոլորը վերաբերվում են արգանդի պատին, պատի դրսից միջև արգանդի խոռոչ ողջ պատի երկանքով նրանք կարող են տարբեր տեղեր տեղակայված լինել։ Շատ լավ բացատրություն։ Իսկ միոմաների
առաջացրած հետակա բարդությունները կարող են աստել հղիության վրա կամ ավելի ճիշտը առաջացնել անբդողություն։ Այո։ Հիմնականում դրանք վերաբերվում են այն տեսակ միոմաներին, որոնք գտնվում են կամ կապված են արգանդի խոռոչի հետ։ Այսինքն էլի գամ ես այդ կպնելու բեղմնավորված ձվաբջջի կպնելու իմպլանտացիոն process-ի, երբ որ կա արգանդի խոռոչի մեջ ինչ որ մի գոյացություն, լինի մայոմա, լինի պոլիպ, նրանք կարող են խափանել այդ իմպլանտացիոն process-ը կամ կարա իմպլանտացիա լինի, պարզապես դա կարա բերի ինքնաբեր վիժման առաջացմանը։ Այո, որ արդեն քիչ հետ կատ վիժումներու մասին ալբիդե խոսին կրտնվող վիժումներ եւ այլ տարբեր, որովհետեւ մենք խոսեցանք անբդղության կհառաջացնի այս մեկը, հաջորդ թեման է անբդղությունը, որ infertility է։ Ամուսնությունը ինչպես որ դուք ասեցիք, համարվում է անբդուղ, եթե գինը 1 տարվա կանոնավոր սեռական կյանքի ընթացքում առանց հագափեղմնավարիչ միջոցներով օգտագործելու չի հիղիանում 12 ամիսն է որ նորմալն է ասենք նախ գուզեմ ցեզ մե իմանալ հաջիկ դոկտոր Մանվելյան թե ինչու պետք է սպասել 12 ամիս ինչու նորմալ ժամանակը ատնե որովհետև ինչպես դուք քիչ առաջ հաղորդեցիք թե անպայման 2-3 ամիսի հետ հղիացած չէ ուրեմն մի հարց ունի եւ գերտան գինեկոլոգի մոտ ինչու պետք է 12 ամիս սպասել ինչ է այդ 1 տարվա գաղտնիքը Գաղտնիք չկա, պարզապես կնոջ օրգանիզմը շատ փոփոխական է։ Հղիանալու process-ը կախված է շատ տարբեր հանգամանքներից։ Դվարանի վրա կարող է առաջանում է սովորաբար ֆոլիկուլ, որը պետք է պայթի, որտեղից անջատվեն այդ օսայտները, որոնք որ պետք է նպաստեն, հա, միանան ձվաբջջի հետ, որպեսզի առաջանա այդ էմբրիոնը, մի ամիս փորձում են այդ կոնկրետ օրերին, հնարավոր է այդ ovulation, այսինքն այդ ֆոլիկուլի պայթելու process-ը չլինի, հնարավոր է ինչ որ փոփոխություն լինի, այլ այդ period-ն է, որը հնարավորություն է տալի ասելու, որ հա մենք կանոնավոր ապրեցինք մեր բոլոր տեսակ փոփոխությունների ընթացքում հստակ անցած կլինեն, բայց մեր մոտ չի ստացվում։ Այսինքն պետք է սպասել, որոշ ժամ, ամեն ամիս չի, որ նրանք ovulation-ի ժամանակ օրինակ ունեցան հարաբերություն, կամ ունեցան անպայման չի, որ ամեն ամիս կնոջ մոտ լինի այդ ovulation։ Այո, ճիշտ է, անպայման ամիս կդարբերի։ Իսկ շատ լսած ենք, թե գասեն թաշտանի ընթացքում հղի է դարձել։ Ինչպես կպատահի այդ մեկը։ Դա շատ հետաքրքիր ու քննարկելի թեմա է, դա late ovulation-ի կամ early ovulation-ին է վերաբերում, շուտ օվուլյացիային կամ ուշ օվուլյացիային, սակայն դա բավականին քննարկելի թեմա է, ինչ պայմաններում է դա եղել, արդյոք է դաշտանը կանոնավոր է թե ոչ, դաշտանի մեջտեղում ըլնում է այդ լորձաթաղանթի, որի վրա պետք է implantation-ը լինի, դուրս գալու process-ը ու հələ պրակտիկորեն չի սկսե նորը։ Լինում են դեպքեր, որովհետև մենք պետք է հասկանանք, որ ձվաբջիջը անջատվում է, ինքը ուժի մեջ է 48 ժամ, սերմնահեղուկը ուժի մեջ է մոտապես 72 ժամ, որոշակի համընկնում է լինում։ Այո։ Այսինքն, որ դա հստակ տենդենս է, որ ամեն դեպքում դաշտանի ժամանակը դա մի քիչ այդպես չի։ Դա որոշակի փոփոխությունների կամ հորմոնալ խնդիրների հետևանքել կարա լինի։ Այո։ Բայց իհարկե դեպքեր կան, իրանք հաճախ չեն։ Այո։ Պարզապես իրանք քննարկվում են։ Ուրեմն այս ուշ կամ գանուխ ovulation-ի հարցն է, որովհետև գճանշնամ դիկիմը ինձ ասեց, թե ինք կարծած է, թե վիժում ունեցել է, որովհետև թե նույն ժամանակ ինք հղի է դարձել եւ նույն ժամանակ ունեցել է իր դաշտանը։ Ուրեմն ինք գարձել է թե վիժում է։ Շատ նորմալ է թե այդ մեկը պատահում է, այսինքն նորմալ է։ Այդ մեկը ավելի բացատրելի է։ Որովհետև երբ որ լինում է implantation-ը, իրան ժամանակա պետք որ գա կպնի, այդ ընթացքում եթե դաշտան է լինում, այդ բեղմնավորված ձվաբջիջը հələ այլ տեղ է գտնվում, դեպի փող, դեպի ձվարան։ Իրան ժամանակա պետք հասնի, որ գա անկնի արգանդի մեջ, այդ ժամանակ արդեն այդ դաշտանային process-ը անցած է ու այդ իմպլանտացիան լինում է հետո։ Այո։
Դա որոշ բացատրություններ այդպես կարող ենք մեկ տալ։ Այո, շատ հստակորեն կբացատրեք, շնորհակալություն այս բոլոր տեղեկությունների համար, քիչ հետ պիտի կարդամ նամակներ, որ արդեն գրած են մեր այսօրվա հետևողները, նույն ժամանակ Ավստրալիային գազդանքը, բայց սավ ես չեմ ամաչնում, գուզեմ զանգել եւ հարցումներ ուղղել դոկտորին։ Արդյոք անբդրությունը փորփոքային հիվանդությունների պատճառով է կամ կան այլ պատճառներ եւս, որ դեռ չխոսեցանք։ Բորբոքային հիվանդությունների պատճառը եւս կան տարբեր տեսակ հիվանդություններ։ Դա կարող է կապված լինի ձվաբջջի հետ, ձվարանի ֆունկցիայի հետ, արգանդի խոռոչի հետ, արգանդի խոռոչի ֆունկցիայի հետ, արգանդի ունակությունների հետ։ Այդ բոլորի հիմքում, ինչպես դուք ասեցիք, միշտ կա որոշակի դաշտանային խանգարումներ կամ իրանք լինում են։ Եթե չկա դաշտանում, կա դաշտանի խանգարում, կա ձվարանային ֆունկցիայի խանգարում, կա արգանդի խոռոչի հետ շերտի աճման ու տարանջատման ֆունկցիայի խանգարում, կա գոյացությունների խանգարում, ինչպիսին են ֆայբրոիդները, մարիմաները, պոլիպները, ներարգանդային կպումները եւ այլ։ Դրանք շատ ու շատ տարբեր տեսակի։ Բժիշկը պարզապես պարտավոր է փուլ առ փուլ հսկողության տակ ոնց որ ամեն տեսակ հերքումով անցնելով գտնե պատճառը եւ փորձի աշխատել դրա վրա։ Այո, իսկ երբ անբուդրություն գասենք, անպայման հասկանում ենք, որ հղիության ցախողում կա։ Ինչ է բուժումը բդրափերության միջոցով հղիանալ կամ եթե կա այլ ուրիշ լուծումներ։ Եթե ես մեր մասով օրինակ ասեմ, վիրահատությունների հետ կապված, դա օրինակ փողերի անանցանելիություն։ Շատ հաճախ, ինչպես ասեցիք, այդպես բորբոքային process-ները բերում են այնպիսի մի հիվանդությունների, որոնց դեպքերում փողերը ունակ չեն, փողերի անցանելիությունը փակվում է։ Այսինքն փողերը այլևս անցանելի չեն լինում։ Դա շատ լինում է ձեր, ինչպես նշեցիք, բորբոքումների հետևանքով։ Կան վիրահատության տեսակներ, որոնք ունակ են, ճիշտ ընտրված դեպքերում իհարկե, որոնք ունակ են շտկելու այդ բացը, այսինքն վերականգնել փողերի անցանելիությունը։ Այդ դեպքում պարզ է, որ այո, հղիությունը ինքնին հնարավոր կդառնա։ Երկրորդը դա է, ինչպիսին է ֆայբրոիդը, ինքը խանգարում է հղիանալուն, իրեն վիրահատական ճանապարհով հեռացնում ես, այդ հղիությունը առաջանում է։ Նույնը պոլիպին է վերաբերվում։ Այսինքն կան հիվանդություններ, որոնք բուժման, ճիշտ բուժման պես լուծում են այդ հղիանալու բարդությունների խնդիրները։ Իսկ այդ փորփոքումները, որ կբադահի արքանտի փորփոքումներ, այդ սերական հարաբերությունները կամ ինչի հարաճ կուքա, ինչու արքանտը կփորփոքի եւ ինչը պատճառ կդառնա։ Սովորաբար դրանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների հետևանքով են առաջանում։ Խնդիրը նրանում չէ, որ կինը հիվանդացել է այդ ինֆեկցիայով։ Սովորաբար այդ ինֆեկցիաները շատ հեշտ լուծվում են։ Նու հեշտ չէ, ճիշտ գրագետ բուժման դեպքում նրանք լուծվում են։ Խնդիրը նրանումն է, որ նրանց ի հայտ են բերում ուշ։ Երբ որ նրանք արդեն ներգործություն են ունենում կանանց ռեպրոդուկտիվ օրգանների վրա, ինչպիսին է օրինակ փողը, ինչպիսին է օրինակ արգանդի խոռոչը։ Այսինքն որոշ դեպքերում իհարկե բավականին քիչ են այդպիսի դեպքերը, բայց չի լինում ցավոք վերականգնել օրինակ արգանդափողերի անցանելիությունը։ Կամ սխալ կլինի վերականգնել, քանի դեռ այդ վերականգնումը կարա հետագայում նպաստավոր պայման լինի արտարգանդային հղիության համար։ Այդ դեպքերում փողերը հեռացվում են կամ փողը հեռացվում է։ Իսկ այդ դեպքում եթե փողերը հեռացվել են, կինը ունակ չի այլևս նորմալ բնական սեռական ճանապարհով ունենալու, նա գնում է IVF-ի եւ այլ օգնող մեթոդների, որոնք նպաստում են։ Որ այսօր շատ հարաճած է այդ IVF-ը,
Իսկ այս բոլորը իմանալու համար կամ գիտնալու համար հղիանալու բարակային հիստերոսկոպիայի միջոցով է թե դուք ախտորոշում եք անու որբեսի իմանաք թե ինչու հիվանդը չի հիաղանում։ Այո, հիստերոսկոպիան մի հրաշք հետազոտություն է, որ հնարավորություն է։ Եթե համեմատենք պարզապես ուլտրաձայնային, այսինքն յուլտրասաունդի հետ, մեր հիստերոսկոպին, մենք հստակ գիտենք, որ հիստերոսկոպին շատ ավելի որակյալ ախտորոշիչ մեթոդ է ներարգանդային որոշ հիվանդությունների հայտի բերելու համար։ Այո։ Այսինքն կա բժշկական միջավայրում այդ ասում են զգայունություն դեպի պաթոլոգիայի հայտ բերումը։ Զգայունությունը հիստերոսկոպիայի շատ ավելի բարձր է, քան այդ յուլտրասաունդի։ Ինքը սովորաբար հաճախ ցուցված է այդպիսի տարակուսելի դեպքերում, որոնք որ յուլտրասաունդը, բայց սա նորմալ է, բայց ոչ մի բան չի հայտնաբերվել, անում ես հիստերոսկոպի, որոշ բան տեսնում ես, որի շտկումը նույնպես նպաստավոր պայման է լինում հետագա հղիության համար։ Այո, Այսինքն ինքը մենակ վիրահատական մեթոդ չի, ինքը նաև շատ կարևոր ախտորոշիչ մի մեթոդ է, որը պարզապես կատարվում է առանց ցավազրկման։ Արդեն դուք ասեցիք օֆիսային պայմաններում դա տևում է 4 րոպե։ Այո, դուք արդեն ասեցիք։ Պարզապես դու ունենում ես հստակ բարձ դիագնոզ։ Ուրեմն հիստերոսկոպիան այսօր շատ բարձ եւ անվտանգ եւ արդյունավետ միջամտություն է, որ պետք է անպայման եթե հարցեր ունին բժշկին ուղղվելով այդ հիստերոսկոպիայի գործողությունը կատարվի։ Որքան ժամանակ է ստիկ տևողությունը 7-10 վայրկյան, 7-10 րոպե կամ ինչպես էր։ Ախտորոշիչ փուլը կատարելու համար տևում է 3 րոպե։ Միայն այդքան արագ։ Միայն 3-4 րոպե։ Դա անցավ պրակտիկորեն անցավ միջամտությունը, քանի դեռ նոր տեխնոլոգիայի զարգացում հնարավորություն է տալի կատարել մինիմալ ցավով։ Դա դաժե իմաստ չունի ցավազրկելու նման միջամտությունները։ Իսկ հիստերոսկոպիան հետք ցկում է։ Ինչպես։ Հետք ցկում է։ Հիստերոսկոպիայի գործողությունը, որ կկատարվի հետք ցկում է, այսինքն եթե ոևէ մեկ անց նայի կգիտնա դեղը ուր է հետքը։ Հա, չէ, բացարձակ, կտրվածք չկա, ոչ մի բան չկա։ Դա եթե մենք պատկերացնենք ինչպես է անատոմիան կանացի, մենք գիտենք, որ կա հեշտոց, որից հետո կա արգանդի պարանոց, որը վերափոխվում է արգանդի խոռոչի։ Մենք նույն ճանապարհով անատոմիական բնական ճանապարհով հնարավորություն ունենք ներթափանցելու արգանդի խոռոչ ու կամերայի օգնությամբ բոլորը տեսնել։ Շատ բզդիկ մանր կամերայով ամեն բան կարող եք տեսնել։ Եթե ավելի բարձր լինեմ, կամերայի հաստությունը 3.2 մմ է։ Նկարը արդեն ես երբ կբրբդեի տեսա Google-ի վրա։ Բավական բարակ բան է, զգայուն գործիք է։ Ուրեմն պետք չէ անպայման վախնան եւ շատ կարեւոր է հոս իմանանք ցեզմե թե երբ եք որոշում լաբարոսկոպիա անել եւ երբ որոշում եք եթե պետք է լաբարոսկոպիա կամ հիստերոսկոպիա անել։ Սովորաբար բոլորային հիվանդությունները, որոնք գտնվում են արգանդի մեջ, պետք է ու շատ կարևոր է կատարել հիստերոսկոպիայի օգնությամբ։ Բոլորային հիվանդությունները, որոնք գտնվում են արգանդից դուրս կամ արգանդի խոռոչից շատ դուրս, ծվարաններ, փողեր, կպումներ, որովայնի խոր, դրանք բոլորը կատարում են լապարոսկոպիայի օգնությամբ։ Հաճախ մենք համադրում ենք այդ երկու միջամտությունը։ Այսինքն կատարում ենք հիստերոսկոպիա ու հետո էլ կատարում ենք լապարոսկոպիա։ Երկուքն ալ։ Իսկ երկուքի արդյունքը նույնն է կամ երկուքի դեպողությունը նույնն է, այդպես շատ արագ եւ թյուրուն եւ հանգիստ ձևով հիվանդը դուրս կգա։ Ի տարբերություն, չէ, լապարոսկոպիան իհարկե տևողությունը շատ ավելի երկար կարող է լինել, կան հիվանդություններ, որոնց տևողությունը կարող է լինել 3 ժամ, 3.5 ժամ լապարոսկոպիայի դեպքում։ Սակայն մենք պետք է մի բան իրար հետ բոլորս հասկանանք, որ զարգացման հետ մեկտեղ ժամանակին մեծ կտրվածք էին որովայնի վրա անում, երկար ինչ-որ սենց ագրեսիվ գործիքներով ինչ-որ վիրահատություններ էին անում, սենց այդ գործիքները բավականին տենց մեծ վատ գործիքներ։ Հիմա զարգացման հետ մեկտեղ մենք հնարավորություն ունենք 1 սանտիմետր
2-3.5 սանտիմետրանոց կտրվածքի շնորհիվ կատարել բավականին լայն տեսակի վիրահատություններ։ Միայն։ Որոնց դեպքում հիվանդը մյուս օր առավոտ է կարող է գնալ տուն։ Նույն օրը նա անմիջապես վիրահատությունից մի քանի ժամ հետո նա կարող է քայլել, ի տարբերություն նախորդ տեսակի այդպիսի կտրվածքով վիրահատությունների, որոնց դեպքերում լինում էր տաքություններ, բարձրությունների տոկոսը շատ ավելի բարձր էր, հիվանդները գնում էին տուն 5-6 օր հետո, այսինքն այդ զարգացման բոլոր մեխանիզմները մեզ հնարավորություն տվել լինել շատ ավելի իօգուտ դեպի հիվանդը։ Բոլորովին զարգացում կա այսօր տարբեր է տեխնոլոգիայով այդ մեքենաներով այսօր զարգացած մեքենաներով ամեն բան մի թյուրին եղած է եւ ալավելի արդյունավետ հավանաբար։ Թույլ տվեք հաջիկ կարգ մնամակներ գարտամ նախքան Անիադիլյան ավստրալիայեն զանքե եւ մասնակցի բարիեգարի խոսքերը միան պիտի չի գարտամ այլ գսեն թե միոմաների դեսակներ կամ որ անվնասեն ճիշտ է արդյոք բժիշկ կհարցնե Փանաստեղծուի Հասմիկ Գրիգորյան Գյումրիեն։ Այո, իհարկե կան միոմաներ, որոնք անվնաս են միջև որոշ ժամանակ։ Այսինքն եթե միոման մեկ հատ է, միջև 4 սանտիմետր է, տեղակայումը ոչ մի կերպ չի կապ չունի արգանդի խոռոչի հետ, այո, այդ միոման անվնաս է համարվում։ Պարզապես պետք է մենք ունենանք ճիշտ դիագնոզ, որտեղ է տեղակայված այդ միոման եւ ինչ չափսերի է, որովհետեւ բոլոր միոմաները չէ, որ անհրաժեշտ է վիրահատել, հաճախ ընդհանրապես իրենց պետք չի մտածել նաեւ վիրահատության մասին։ Հուսանք պատասխանը ստացար հարկելի Հասմիկ Ֆրանսիայի միացողներունին Կանահիտ Հովակիմյան շնորհակալություն Ստեյսի հետաքրքրական հարցազրույցի համար շնորհակալություն դոկտոր Վահան Մանվելյանի եւ շնորհակալություն իր դված տեղեկություններուն համար Բարի եկած է դոկտոր Վահան Մանվելյանը կրած է Հերմինեն շատ հետաքրքրական տեղեկություններ կտակ շնորհակալություն կհայտնենք ցեզի ինչպես նաեւ Բարի եկած է դոկտոր Վահան Մանվելյանը շնորհակալ ենք պետք եղած տեղեկությունները դալու համար ինչպես նաև ունին հարցումը չհղիանալու համար բաճար ով գրնա գիտնալ եթե գնգա կամ դղամարդեն է ինչպես կգիտնան այդ է հարցումը թե ինչպես կգիտնան չհղիանալու բաճարը գսե եթե գնգա կողմե կամ դղամարդու կողմե է Մասնավոր քննությունները գինեկոլոգները զբաղվում են կանանցով։ Այո։ Կան ռեպրոդուկտոլոգներ, որոնք փորձում են զբաղվել համակցված, բայց նրանք են հիմնականում զբաղվում կանանցով, եւ կան անդրոլոգներ, որոնք զբաղվում են տղամարդկանց։ Այո։ Ես ամեն դեպքում կողմնակից եմ որոշակի տարանջատմանը, այսինքն ես համարում եմ, որ գինեկոլոգը ճիշտ է, որ զբաղվի կանանցով եւ անդրոլոգ, յուրոլոգը ճիշտ է որ զբաղվի տղամարդով։ Անպայման համակցումը եթե մի հոգու կողմից արվում, սխալմունքի հնարավորությունը որոշակի բարձրանում է։ Ամեն դեպքում լինելով ավելի པարզ, կուզենամ ասեմ, որ միշտ հնարավոր է փորձել, կարող է ժամանակատար է, բայց հնարավոր է փորձել արդյոք կա խնդիր կնոջ մոտ թե ոչ, իսկ տղամարդու խնդիրը շատ ավելի հեշտ է լուծվում, այսինքն դա իմ մասնագիտությունը չի, բայց դա սերմի որակը որոշել է հեշտ է, շարժողունակությունը որոշել է հեշտ է, բայց դրանով ավելի շատ զբաղվում են անդրոլոգներ։ Այո, վստահ, թե դղամարդիկ պետք է երթան անպայման անդրոլոգի, որպես իրենք ալիմանան, եթե ովևէ մեկ հիվանդություններ կամ ովևէ մեկ արգել կա, որպեսզի տիկինը հղի դառնա։ Պիտի զանգեմ ես հոս, որովհետև քրած է եւ ուշադրությունս չէր քրաված, Անի Ադիլյան, պատրաստ եղեք հաճիկ, ամենչապես որպեսզի ուղեք, հավանաբար մի քիչ ուշ լսենք ցայնը։ Բարի լույս Անի Ադիլյան, բարի եկած ես։ Բարև ձեզ, բարի եկար դոկտոր Վահան։ Բարև ձեզ։ Դոկտոր Մանվելյանը պատրաստ է եւ գլսե հարցումդ, հրամե։ Okay. Իմին հարցս ընկերուհիս համար է, որովհետև գավշտագոր տելեֆոնն է կամ խոսի, բայց հիմա ցեզի գլսեգոր։ Շատ լավ։ Ինքը մեծ դիգիմն է, 68 տարեկան, հորմոնները, անձերը, լմնձերը եւ Թաշտանը գեցեր է, բայց այսօր 3 ամիս է նորեն սկսեր է եւ գամշտագոր բժշկի երթա, արդյոք նորմալ է։
Շնորհակալություն հարցի համար։ Ես կուզեմ ասել, որ դա բացարձակ նորմալ չէ։ Այդպիսի բան չի կարելի թողել երկարատև լինի։ Շատ կարևոր է, որ նա դիմի գինեկոլոգի, շատ կարևոր է, որ նա կատարի որոշ հետազոտություններ եւ շատ կարևոր է գտնել դրա պատճառը։ Առանց հապաղելու 68 տարեկանում արյունը խոսում է ինչ-որ մի հիվանդության մասին, որը շատ կարևոր է ի հայտ բերել եւ տալ դրա լուծում։ Բայց նորմալ է բադահացը դոկտոր 68 տարեկանին թարսյալ։ Բացարձակ։ Ոչ։ Անպայման պետք է Կանցան հետևանք ամենայն հավանական։ պետք է գինեկոլոգի այցելություն մտա անպայման։ Անպայման։ Հստակ է անի պատասխանը։ Հա, շատ շնորհակալ եմ պատասխանին, ուրեմն վաղը իրեն հետ ժամացություն առնեմ եւ երթանք։ Անպայման։ Ուրիշ արդյոք հարցում ունի սանի։ Չէ, շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ մեծ սիրով, բարի եկար։ Բարի օր, բայ։ Ուրեմն նահավասիկ նորություն մներ թե Թաշտանի թաթարը յետ 68 տարեկանի յետ վերսկսի ծեր գարձիկով ինչ պատճառներ կրնան լալ յետ գրտնվելու համար Թաշտանը 68 տարեկանից։ Ինչպես խոսեցինք, դա կարող է լինել պոլիպ։ Օրինակ, կարող է լինել արգանդի պոլիպ։ Կարող է լինել որոշակի լորձաթարգանդի խոռոչի այդ շերտի փոփոխություններ, որոնք այդ տարիքում չպետք է լինեն, Այո։ սակայն ինչ որ պատճառներով լինում են, ու որոշ դեպքերում նրանք չեն լինում լավ տեսակի փոփոխություններ։ Այսինքն շատ կարևոր է հերքել այդպիսի ոչ լավ հիվանդությունները ու չթողել, որպեսզի երկարատև ժամանակ անցնի, սկսելուց մինչև ի հայտ բերելը։ Այո։ Նամանավանդ եթե սկիզբն է գտնվելու Թաշտանը պետք է ամենչապես գինեկոլոգի այցելությունը դա Դա ինչպես դաշտան չի, դա արգանդային արյունահոսությունն է։ Արգանդային։ Դաշտանը ավարտվում է ինչ որ տարիք հետո։ Մենոպոզա լինում, մենոպոզից հետո դաշտան չի վերականգնվում երբեք։ Դա ավելի շատ կոչվում է արգանդային արյունահոսություն, Այո։ որը սովորաբար իր հիմքում ունի որոշակի խնդիր, որը շատ կարևոր է ու անհրաժեշտ է գտնել։ Այսինքն կրնանք ասել անգանոն արյունահոսություն ունի արքան։ Դաշտանային արյունահոսություն, կներեք, արգանդային արյունահոսություն։ Արքանցային, այո։ Իսկ մինչև որ դարիքին գինը պետք է սպասի նորմալ հղիանալու համար։ Դա փոփոխական է, սովորաբար մինչև 42-45 տարեկան, եթե նրանք ունեն կանոնավոր դաշտան, սակայն այդ դեպքերում եւս պետք է հասկանանք, որ ձվարանների ունակությունները սպառման փուլում են, դա կախված է շատ ինդիվիդուալ է։ Դրա համար կան երկու տեսակ հետազոտություններ, որոնց լինելուն պես կարելի ասել։ Սակայն ես լսել եմ դեպքեր, նաև ինչից կուզեի խոսեի, որ մոտս կին եկավ 48 տարեկան, 47 ինչքան հիշում եմ, ասեց Բրիժան, ես 2 տարի, 3 տարի դաշտան ընդհանրապես չեմ տեսնում, սակայն ես շատ ուզում եմ երեխա ունենամ ու հիմա խմում եմ դաշտան առաջացնող, դա կոչվում է hormone replacement therapy, այսինքն ինքը դեղեր է ստանում, որոնք իր մոտ artificially առաջացնում են դաշտանը, ասում եմ ես այդպես խմում եմ դա, որպեսզի տեսնեմ դաշտան, որպեսզի ունենամ երեխա։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ դաշտանի տեսնելը միակ բանը չէ, որ ապահովում է երեխա ունենալը։ Դա նաև ձվարանի ֆունկցիան է, որը իսպառ չկա, այսինքն այդ դեղերը չեն խմում, որ եթե կա դաշտան, դա չի նշանակում, որ նա կարող է հղիանալ։ Դրա համար կատարում են որոշ հետազոտություններ, որպեսզի տեսնեն արդյոք ձվարանը ունակ է հնարավորություն ստեղծել հղիանալու։ Այո։ Շատ կարևոր է մանավանդ այդ թերի մասին, որ բացատրություն տվիք, ես շատ լսած եմ, կասեն թե անպայման այդ թերերու միջոցով մենք ունեցանք դարձյալ գրկնվում Թաշտանի եւ հղիացանք, ուրեմն սխալ դեղեցությունները, որ կփախանցեն։ Դա artificially առաջացրած դաշտան է, որը ոչ մի կերպ ապահովված չի ձվարանի ֆունկցիայով։ Ունի այդ թերերը իր side effect-ները, իր ժխտական կողմերը։ Այո, իհարկե, դեղերը պետք է նշանակվեն միայն գինեկոլոգի կողմից, քանի որ նրանց հիմնական side effect-ներից մեկը տրոմբոզներն են։
Այսինքն եւ որ երակների մեջ այդպիսի արյունը մակարդվում է, դա կյանքի սպառնացող վիճակ կարող է լինել։ Այսինքն այդ դեղերը պետք է նշանակվեն գրագետ բժիշկի կողմից ու հետագա բժիշկի իսկողության տակ պահվեն։ Նորմալ հղության մասին որ դուք ասեցիք մինչև 45 տարեկան, իսկ բդղափերության միջոցով հղիանալու համար դոկտոր Մանվելյան գա արդյոք որոշակի դարիք եւ Դա որքան նույնպես բավականին ինդիվիդուալ է, քանի դեռ մենք բոլորս կարող ենք հասկանալ, որ մեկի մոտ զվարճի ֆունկցիան կարող է սպառվել 37 տարեկանում, մյուսի մոտ 45։ Թե ինչ տեսակով այդ մարդը կարող է հղիանալ, կա նախապայմաններ։ Նախապայմանները հիմնված են որոշ տեսակի անալիզների, հետազոտությունների արդյունքներով։ Ու ըստ դրա է որոշվում կինը ինչ ճանապարհով հələ կարող է հղիանալ։ Որտեղ շատ հաճախ չկան դեպքերը, որ 45 տարեկան կինը կարող է ունենալ դաշտան նորմալ, բայց նաև IVF-ի տարբերակով նա չկարողանա հղիանալ։ IVF որ insemination, այսինքն պերնավորումն է որ գասը։ In vitro fertilization, այսինքն դա եւ որ այն սրվակի մեջ են սարքում էմբրիոն ու տեղադրում են արգանդի խոր։ Դա ամենա այդ բանն է, վերջի տարբերակն է հղիանալու կնոջ։ Շատ եմ լսում թե այդ միջոցով է IVF-ի միջոցով է որ գհղիանան, իսկ 45 տարեկանեն յետքը որքան մեծ է կնոջ հղիանալու հավանականությունը։ Դա նույնպես բավական ինդիվիդուալ է, մեծ չի, այլևս մեծ չի։ Բայց ճիշտ այլևս մեծ չի, բայց որոշ դեպքերում դա կարող է լինել։ Իսկ այդ տարիքեն յետ կամ այդ տարիքի շուրջ ասենք 40-ն 45 կամ 50, ասենք մաքսիմումը, քանի անգամ կարելի է insemination անել, պերնավորում անել։ Insemination չեմ կարող, insemination սովորաբար 4 անգամ insemination չլինելու դեպքում առաջարկվում է IVF, այսինքն դա guideline է։ Փորձում են անել, եթե կա ցուցում ու եթե տեսնում են հնարավորությունը insemination-ի, 4 անգամ փորձում են, չստացվելուն պես վերափոխում են այդ մեթոդը փոխում են IVF-ի։ Ինչու 4 անգամ, ինչ է այդ 4 անգամը եւ ինչ ցևով process-ը Դա պարզապես մի քանի երկրների բժիշկների կազմակերպված խորհրդի հետևանքով որոշած թիվ է, կան դեպքեր, կան բացառություններ, արվում է 8 անգամ եւս, բայց ես համարում եմ, որ 45-47 տարեկանում ամենահնարավոր տարբերակը դա IVF-ն է, դա այլևս insemination-ը չի, սերմնավորումը չի։ Այո։ IVF-ի բարակային ավելի ճիշտ է դիմել IVF-ի, քանի դեռ սակայն դա էլի ուզում եմ ասել, որ դա բավական ինդիվիդուալ է։ Այո, իսկ IVF-ն էլ 4 անգամ է կամ IVF-ը 4 անգամ չէ, բայց դա բավականին օրգանիզմի համար ստրեսային միջամտություն է նախապատրաստական բոլոր փուլերը, ու դրա համար դա 4 անգամ չեն անում, դա բավականին սիտուացիոն որոշում է, քանի անգամ անեն։ IVF անում են մի անգամ, բայց տեղադրում կարա լինի շատ, դա սիտուացիոն որոշում։ Այո։ Հարցում ունիմ Լիզա Շահինյանի կողմէ գասե թե մամոգրամի համար արդյոք որոշ տարիք կա, որ կարևոր չէ ըլլա եւ նույն Pepsmir-ի բարական։ Շնորհակալություն։ Pepsmir-ը ամեն տարիքին պետք է անի։ Որոշ տարիք է ետք։ Ինչպես։ Որոշ տարիք է ետք է Pepsmir-ը։ 35 տարեկանից հետո ամեն տարի պետք է անի։ Այո։ Մամոգրաֆին 40-42, բայց ճիշտ է քննարկել մամոլոգների հետ, այսինքն կրծքաբանների հետ։ Այո։ Pepsmir-ը շատ կարևոր է, որ ամեն տարիքին պետք է կրկնի։ Այո, Pepsmir-ի այդ գործողությունը որ գալա այդ հեղուգն է որ գունենան, այսինքն այդ հեղուգի միջոցով եթե քնություններ կանեն, որբեսի ասեն, եթե արքանտը նորմալ վիճակ է կամ քաղցկեղ է կամ ոչ, այդպես է դոկտոր։ Pepsmir-ը արգանդի խորոչի հետ կապ չունի, նա կապ ունի արգանդի պարանոցի հետ միայն։ Այսինքն Pepsmir-ը դա մի փոքր sense brush է, ինչ մի փոքր բան է, որը արգանդի պարանոցից վերցնում է բջիջները ու ուղարկում է հետազոտության, ինչը ասում է ռիսկայնությունը ինչպիսին է, ինչպես նաև ֆիքսում է ինչքանով առողջ է արգանդի մեջի լորձաթաղանթը, ինչքանով ոչ։
Ուրեմն Pepsmir-ի միջոցով կարող է գիտնալ հիվանդը, եթե Ավանդի գրնահղիանալ քաղցկեղի կամ ոչ։ Պրոֆիլակտիկայի կամ հայտնաբերման համար այո։ Իսկ հղիանալու համար կարող է գիտնալ այդ Pepsmir-ի գործողության միջոցով։ Ոչ։ Չէ, դա խոսում է զուտ բորբոքային, ինչ դա Pepsmir-ը չի բերում միայն պատասխան սա քաղցկեղա թե չէ, ինքը բերում է նաև բորբոքային ֆակտորներն է հայտ բերում եւ այլն, եւ նախապայմանները հղիանալու համար այո, դա էլ պրոտոկոլի մեջ է, դա էլ է հետազոտվում սովորաբար։ Նամակ մի եւս ես ալ այսպես կկարծեմ, թե գվախնա անցը երթալու բժիշկի այդ պատճառով հիվանդությունները որ կունենա դժբախտաբար այդպես է երբ վախենում են եւ ամաչնում են եւ բժիշկի չեն երթար գինեկոլոգի անպայման այդ հիվանդությունները հառաջ պիտի գա շատ հետաքրքրական հարցումներ են շնորհակալություն ինչպես նաեւ պատասխանները նորմալ չի իմ կարծիքով վտանգավոր է հնարավոր է որ մաքուր արյուն գգոցնե այդպես կասեն հավանաբար անին հարցումին է շնորհակալություն հրավիրելու համար դոկտոր Մանվելյանին որ շատ արդյունավետ պատասխաններ է գուտա շնորհակալ ենք ցեզ գլսեմ Արժանտինեն շնորհակալություն ինչպես նաև այլ տարբեր նամակները որ բարի եկարի միան չսեմ եւ Դեր շատ են նամակները գներեք հարյուրավոր եղավ բոլորը պիտի չգրնամ գարտալի եթե կուզեք սանքել եւ ձեր ցայնով ամենչապես փոխանցել հարցումը շատ ավելի թյուրին պիտի ելլա թեմաները շատ են նյութերը շատ են հավանաբար դարձյալ պետք է հյուրընկալեմ ցեզի որովհետեւ դարբեր նյութեր ալգա բայց պիտի խոսիմ թեմայի մասին որ վիժումներ եւ գրկնվող վիժումներու մասին է որ այսօր շատերու մոտ է այդ մեկը գլսեմ Որոնք են դոկտոր Մանվելյան վիժումների հիմնական պատճառները Գիտեք, երևի դա իմ սիրած թեմաներից մեկն է Իմ research-ի մասն էլ կազմում է այնպիսի արգանդային հիվանդությունները, որոնք ի նպաստ են վիժումներ առաջացմանը ու որոնք սովորաբար գինեկոլոգների կողմից առաջին հերթին բաց են թողնվում Որտեվ մենք բոլորս պետք է հաշվի առնենք, որ ամեն կին ինդիվիդուալ է, ամեն կին իրապես է։ Հիմա ելնելով դրանից արգանդը 3-ից 5% կանայք ունեն արգանդ, որոնց խորոչ ավելի փոքր է, որոնք մի քիչ վատ են ձևավորվել, մի քիչ սխալ են ձևավորվել։ Ու սովորաբար այդպիսի արգանդների հղիանալու պարագայում լինում են վիժումներ Հիմա խնդիրը տեղ ինչու՞մն է, որ կինը դիմում է գինեկոլոգի, նա ասում է, կինը ասում է, ես ունեցել եմ 5 վիժում, 6 վիժում, փաստ է որ դա բավական ստրեսային է կնոջ համար։ Անշուշտ։ Ամեն վիժումը իր համար այս գինեկոլոգը կարող է ասել, որ մենք հետազոտեցինք, մենք խնդիր չգտանք կամ խնդիր գտանք ինչ-որ մակարդելիության դեղերը նշանակեցինք, գնա հղիացի Այս կինը գնում աղյանում է նույնպես վիժում է։ Բայց խնդիրը բացարձակ այդ արյան մեջ էլ այն նրանում էր, որ նա արգանդի խորոչը փոքր է։ Որ այդ խորոչը նպաստավոր չի կարող այդ հղիության մեծացման ընթացքում պահպանել այդ հղիությունը։ Հետևաբար նա կրճատվում ու դուրս է մղում այդ հղիությունը։ Հիմա շատ կարևոր է, որպեսզի գտնել արդյոք ու հետազոտել բոլորին արդյոք կա այդպիսի արգանդի զարգացման առատ որը որ բերել է այդ վիժումների ու որը որ սովորաբար ավել քան 92% դեպքերում վիրահատության ճանապարհով լուծվում է ու այդ խնդիրը իսպառ վերանում է Իսկ այսինքն պետք է էլի ֆիքսենք որ 3-ից 5% կանայք ունեն այդպիսի արգանդի զարգացման առատ որոնց դեպքերում հնարավոր է լինի վիժում ու համապատասխանաբար ճիշտ հետազոտությունները ճիշտ հետազոտում ճիշտ ընտրած հետազոտությունները դա կարող են ի հայտ բերել եւ դրանք կբերեն ի հայտ եւ վիրահատական բուժումը հստակ կօգնի հետագայում այդ ստրեսային վիժումներից խուսափելու Պիտի խոսենք վիժումներու մասին եւ գրկնվող եւ որ մեկ տարիքից ալավելի պատահում է, բայց երկու կարևոր հարցումներ կա, որբեսի այսպես չանդեսենք հարցումը գագսե բարև դոկտոր Վահան, եթե արքանտը ելած է գնոջը նորեն ամեն տարի Pepsmir պետք է ելա։
Եթե արգանդը ելած է, դա Pepsmir-ը ինչքան կա արգանդի պարանոց արկա, այդքան Pepsmir պիտի լինի։ Սակայն ելած արգանդի պարագայում անհրաժեշտ է կատարել վիրացում, եթե ճիշտ եմ հասկանում ինչ է նշանակում ելած, Այսինքն արկամ չունի գինը, կորզողությամբ չէ, արկամ չունի։ հասկացա, ես Այո։ ներողություն այլ բան հասկացա։ Այո։ Արգանդի պարանոցը, եթե հեռացված է, այնտեղ Pepsmir անելու հնարավորություն չկա։ Չկա։ Սակայն մեկ-մեկ կատարվում է վիրացում, որի դեպքում արգանդի մարմինը հեռացվում է, պահպանվում է արգանդի պարանոցը, այդ դեպքում այո, իհարկե դա պետք է անել։ Երկրորդ հարցումը կա, գսեն թե եթե ընտանիքի մեջ կան անձեր թե քաղցկեղ cancer ունին գխոսին աշուշ արկանտի մասին պետք է ամեն տարի Pepsmir-ը լա, այսինքն cancer ունեցողի բարակացկեղի բարակային տարի մեկ է կամ պետք է գտնվի ավելի արագ, որպեսզի իմանան թե եթե քաղցկեղ կա արկանտի կամ ոչ։ Արգանդի ոչ բժշկական արտահայտումներով դժվար է ասել ինչի նկատի ունեն անկեղծ արգանդի քաղցկեղ, եթե Pepsmir-ի մասին ենք խոսում, այսինքն մենք խոսում ենք արգանդի պարանոցի քաղցկեղի մասին։ Իր հիմքում ընկած է ոչ թե այդքան գենետիկ ֆակտորները, ինչքան human papillomavirus-ը, այսինքն վիրուսն է, որ նպաստավոր 96 ավել տոկոս դեպքերում պատասխանատու արգանդի պարանոցի քաղցկեղի համար, այդքան գենետիկ չէ ինչքան այդ վիրուսն է, ամեն դեպքում Pepsmir-ը մի հետազոտություն է, որ ամեն կին ես կարծում եմ պետք է անի ամեն տարի։ Դա շատ կարևոր ու մի հրաշք պրոֆիլակտիկ մեթոդ է ի հայտ բերելու ու հետագա ծանր բարդություններից խուսափելու։ Շատ կարևոր է Pepsmir-ը ամեն տարի, ինչպես թե ասես Դոկտոր Վահանը, որպեսզի եթե ովևէ մի հարց ունեք կամ փորփոքում կամ այլ տարբեր ովևէ մեկ հիվանդություն ցույց կտա նամանավանդ, որ դուք հիշեցիք HPV-ն, այսինքն Human Papilloma Virus, որ այսօր շատ իմացած ենք, շատ գիտենք, կարտացած ենք, թե այսպիսի վիրուսը կգրնալ տարբեր հիվանդություններով հարաճ տանել, այդպես է։ Չէ, կա մի քանի տեսակ, այդ կա herpes virus 1, 2, կա որոշ տեսակ, որը պատասխանատու է հենց այդ քաղցկեղի համար, սակայն ինքը առաջնային հետազոտություն չի, ուզում եմ հետ գալ նրան, որ բոլորին էլի համոզեմ, որ առաջնային հետազոտությունն է Pepsmir-ը։ Pepsmir-ի դրական լինելուն պես վերցնում են նա, անում են այլ հետազոտություններ, բայց առաջնային հետազոտությունը Pepsmir-ը, որտեղ ինքը բավականին ինֆորմատիվ հետազոտություն է համարվում։ Իսկ HPV վարակային, որ ասեցիք Դոկտոր, դարձյալ սեռական հարաբերություն է, այդ մեկը ոչ միայն։ Ոչ։ Հիմնական այո, երկու սեռական հարաբերություններով, բայց պապիլոմավիրուսը տարբեր հնարավորություններ ունի փոխանցվելու։ Փուլում, ժիմում, ինչ որ այդպես հնարավորություններ որոշակի այո ունի, համարվում է 70%-ից ավել երկրագնդի մարդիկ տարապում են այդ հիվանդությունները։ Իսկապես, այո, շատ ես գլսեմ այդ HPV, այդ պատճառով շատ պետք չի իրանից վախենալ։ Այո։ Ոչ մի բանից ես вообще ընդհանուր առմամբ ես համարում եմ ոչ մի բանից պետք չի վախենալ։ Պարզապես պետք է շատ պարտաճանաչ հսկվել ու հետազոտվել ժամանակին, բոլորը մշակված է, բոլոր պրոֆիլակտիկ մեթոդները կան ու ամենահիմնակարայինը, ինչքան շուտ հայտնաբերվի խնդիրը, այդքան ավելի հեշտ ու դյուրին կլուծվի։ Անպայման։ Վերադառնանք ձեր նախընտրած նյութի մասին, որ վիժումներու մասին է խոսենք, որ դարիքում է ավելի հաճախ տեղի ունենում վիժումը, մի քիչ ավելի հասուն դարիքի դիգիններու կանած կամ այլ ավելի երիտասարդ կամ ինչպես։ Վիժումները, քանի դեռ մենք բոլորս հասկանում ենք, որ ինչից որ ես խոսացի այդ արգանդի զարգացման առատը դա տարիքի հետ ընդհանրապես կապ չունի, դա բոլոր տարիքներում կարա լինի, սակայն օրինակ ֆայբրոիդների, միոմաների պատճառով կարա լինի վիժում։ Դա էլ կարա լինի բոլոր տարիքում հիմնականում ավելի մի քիչ մեծ տարիքով չի հասցնում փոքր կնոջ աղջկա մոտ այդ արտահայտիչ դառնա, ավելի տարիքով կա նաև ձվաբջջի որակ, այսինքն ձվարանի ֆունկցիան, որ սկսում է սպառվել, ինքը արտադրում է վատ ձվաբջիջ, այդ վատ ձվաբջիջը նույնպես նախապայման է վիժման համար, դա լինում ավելի իհարկե բարձր տարիքում։ Իսկ
Ինչու են գրկնվում վիժումները եւ եթե գա բուժում կամ որևէ միջոց, որ վիժումները այլևս չգրկնվին։ Իհարկե, սովորաբար պետք է փորձել գտնել պատճառը, որ լուծել։ Ֆայբրոիդների դեպքում ֆայբրոիդների հեռացման պես ու արգանդի խոռոչի ճիշտ լավացման պես փաստորեն այդ խնդիրը լուծվում է։ Պոլիպի դեպքում ինքն էլ է նպաստում վիժման, այդ խնդիրը լուծվում է։ Արգանդի զարգացման առատների դեպքում ճիշտ վիրահատության դեպքում այդ խնդիրը սովորաբար լուծվում է։ Չի լուծվում, եթե կա էմբրիոյի որակ, այս ձվաբջջի որակի անկում կնոջ մոտ։ Դա ոչ մի հնարավորություն չկա այդ որակը բարձրացնել, քանի դեռ ձվարանը դա ժամանակի հետ իր ունակությունները արդեն աշխատելու կորցրել է։ Այդ դեպքում կան այլ մեխանիզմներ, բայց ոչ այդ կնոջից, այսինքն ինքը իր երեխայի ունելը հնարավորություն նորմալ է հասկանալը, որ այլևս չի կարող ունել։ Բայց արյան մակարդելիության խնդիրների դեպքում կարող են լինել, դրանք էլ եւս լուծվում են։ Այսինքն պետք է փորձել գտնել պատճառը ու իհարկե աշխատել դրա վրա, որպեսզի ստեղծել հնարավորություն, որ այդ խնդիրը լուծվի։ Եվ նույն նյութին է որ գուքանք, պետք է փորձել, պետք է բժշկի երթալ, պետք է խոսիլ, պետք է բարձվիլ, որբեսի լուծումը գտնվիլ։ Վիժումներու կամ գրկնված վիժումներու բարակային որքան ժամանակ պետք է գինը սպասի գրգին հղիանալու փորձ կատարելու համար։ 3 ամիս միջինում։ Սակայն մի բան նաև պետք է հասկանանք, որ ինչ է լինում վիժման դեպքում։ Վիժումը, երբ որ սկսվում է, շատ հաճախ կատարվում է վիրաբուժական այդ վիժման հետևանքների հեռացում արգանդի խոռոչից։ Շատ հաճախ բժիշկները փորձում են վիրաբուժական այդ խնդիրը լուծել։ Սակայն կա որոշակի period, որ պետք չի վիրաբուժական անել, անհրաժեշտ է դեղորայքային անել, որովհետև վիրաբուժական այդ խնդրի լուծումը բերում է արգանդի խոռոչում առաջացող խնդիրների, որոնք հետագայում կարող են առաջացնել անպտղություն, որոնք կարող են առաջացնել այլ վիժման պատճառներ։ Նախքան վերջին հարցումս փոխանցելը ցեզի, պիտի խնդրի ալավելի հանկից նստիկ, որովհետեւ ցեզի ալավելի լավ ծևով տեսնենք դոկտոր Մանվելյան, կամ եթե նոթբուքը ավելի գարձիկ այսպես մի քիչ, այո, եթե գահաճիկ ավելի լավ տեսնենք ցեզի, ինչու՞ չէ։ Պիտի հասնենք վերջին հարցումին, ինչպես թե ասեցի, թեր շատ թեմաներ կա խոսելիք եւ շատ հարցումներ ունիմ փոխանցելիք, հավանաբար երկրորդ բաժինով պետք է ցեզի հյուրընկալեմ։ Վերջին հարցումս շատ լուրջ եւ կարեւոր է, արքանտի քաղցկեղը, uterine cancer, միայն ամուսնացած կանանց մոտ դեղի է ունենում, թե այն աղջիկների մոտ, ովքեր երբեք սեռական հարաբերություն չեն ունեցել։ Uterine cancer մի քիչ կասկածելի ախտորոշում է, ես կուզեի դրանից խոսեի։ Այսինքն կա endometrial cancer, կա leiomyosarcoma, այսինքն կա արգանդի ներսի լորձաթաղանթի cancer, կա այդ մկանային այդպես արգանդի cancer, որ ասես այդպես լինում է, դա պրակտիկորեն այդպես բան չի հանդիպում։ Կա այդ ֆայբրոիդների cancer, դա բացարձակ կապ չունի տարիքից։ Հա, սովորաբար չծննդաբերած կանանց մոտ ավելի շատ է լինում։ Ավել քաշ ունեցող կանանց մոտ ավելի շատ է լինում։ Իսկ մի քիչ որոշ տարիքով բարձր ավելի կանանց մոտ հա ավելի շատ է լինում։ Դրանք բոլորը ռիսկի ֆակտորներ են։ Այո, իսկ ինչպես թե ասեցի, ոչ ամուսնացած, ոչ կանանց, այսինքն աղջիկների մոտ, որ բնավ չեն ամուսնացել եւ հարաբերություն չեն ունեցել սեռական գբադահի այդ մեկը այդ արքանտի քաղցկեղը իրենց մոտ։ Այո։ Իսկ ի՞նչն է առաջացնում արքանտի քաղցկեղը։
հորմոնային փոփոխությունները արգանդի քաղցկեղ էլի ինձ շատ դժվար է ֆիքսել ինչ կարող է լինել արգանդի այդպես որպես այդպեսին քաղցկեղ չի լինում արգանդի ներսի շերտի քաղցկեղ է լինում արգանդի գոյացության քաղցկեղ է լինում եթե խոսենք արգանդի ներսին շերտի քաղցկեղի մասին դա հորմոնալ փոփոխություններն են որոնք դա կարող են առաջացնել Միայն այսինքն այդ լորձաթաղանթը արգանդի մեջ ինքը հորմոնների ազդեցության տակ սխալ է աճում վատ է աճում ու դրա հետևանքով ինքը ընթացիկ լինում է վերափոխվող դեպի քաղցկեղ։ Իսկ Ու դրան սովորաբար ժամանակ է անհրաժեշտ վերափոխմանը։ Ճիշտ է թե գասեն սնունդի մի տեսակնալ աստում է այսինքն գարջոք արքանտի քաղցկեղ առաջացնող որևէ սնունդ որ գինը պետք է խուսափի ուդելուց։ Ես դրան այդպես որ ասեմ հավատում եմ չէ։ Ոչ։ Ես չեմ կան ինչ որ հետազոտություն է ես դες բանի չեմ հավատում բացարձակ չէ։ Իսկ մեր այս շատ եզակի եւ հետաքրքրական հարցազրույցի ավարտին դոկտոր Վահան Մանվելյան ինչ խորհուրդներ եք տալիս կանանց եւ աղջիկներին եւ դարին քանի անգամ պետք է այցելեն գինեկոլոգին։ Ես կասեմ ինչ ես որ միշտ ասում եմ որ սակայն հիմա կավելացնեմ մի բան եւս գինեկոլոգի մոտ գնալու ամաչելու բացարձակ կարիք չկա դա բժիշկը դա մեր մասնագիտությունն է մենք դրան ենք սովորում մենք այլ բան չենք կարող փորձել դու երևի կարանք բայց չենք փորձել բուժել երբևիցե մենք զբաղվում ենք կանացի պաթոլոգիաներով ու մեր նպատակն է բուժել կանանց այսինքն ամաչել բացարձակ չարժի ու հիմնական բանը որ կարող եմ ասել որ ստանդարտ ժամանակին կատարած հետազոտությունները հնարավորություն տալի հետագայում խուսափել բավական մեծ քանակությամբ բարդություններից ու հետևանքներից տարին 1 պետք է գնալ անպայման պրոֆիլակտիկ հետազոտությունների եւ գանգատներին լինելու պես պետք է գնալ անպայման կոնսուլտացիայի բժշկի անպայման առանց հապաղելու Նամանավանդ չսպասեն, եթե որևէ մեկ հարց ունեն կամ նույնիսկ եթե ախտանիշներ չգան, պետք է անպայման այցելությունը դան գինեկոլոգի անպայման։ Եվ ինչպես թե ասեցիք, Pepsmir-ը դարեկան մեկ անգամ այդալ պետք է անպայման անեն։ Երբ պետք է թիմել բժշկի։ Որ մեկ բարակային Տարին մեկ է որ ասեցիք պետք է անպայման միայն երթալ մտքի հանգստության համար է Դոկտոր Վահան Մանվելյան, ինչ կասեք, երբ պետք է թիմել բժշկի։ Ինչքան ուշ այդքան լավ։ Ուշ լինի, անուշ լինի։ Բայց դրա հետ մեկտեղ տարին մեկ կան որոշակի պրոֆիլակտիկ հետազոտությունների ցանկ, որ ամեն մարդ պարտավոր է գնալ կատարելու։ Դա չի վերաբերվում մենակ գայնեկոլոգիային, դա վերաբերվում է ընդհանուր սպեկտրի պրոֆիլակտիկ հետազոտությունին, որ ամեն մարդ պարտավոր է գնալ ու կատարել։ Ու այդ դեպքում նա կխուսափի իհարկե շատ հետագա բարդություններից։ Իսկ ծեր վերջին խոսքը այսօրվա հաղորդաշարը հետևողների եւ հարցումներ փոխանցների ինչպիսի խրատներ խորհուրդներ ունիք դալիք իբր վերջին խոսք հարցազրույցի ավարտին։ Իմ խրատ խոսք այդպես որ միակ բանը ինչ ես կուզեի ասեի որ բոլոր կանայք պարտավոր են լինել պոզիտիվ ու միշտ ժպտալ անկախ բոլոր բարդություններից կնոջ ժպիտը հաղթահարում է ամեն բան այո ու դրա համար այսօր մենք Երևանում չգիտենք մայրության տոններ Ամերիկայում ես ուզում եմ բոլոր մայրերին ցանկանամ ուշ երրանդ մեծացնելու իրանց երեխաներին այնպես ինչպես իրանք են ուզում, ինչպես նաև ով որ պատրաստվում է ձգտում է մայրանա անպայման հասնի այդ երջանկությանը։ Շատ գեղեցիկ խոսք է։ Բոլորին փափակն է վստահայտ մեկը։ Իսկ ես շնորհակալություն պիտի հայտնեմ իմ հրավերս ընդունելու համար։ Գինեկոլոգ բժշկական գիտությունների դոկտոր Վահան Մանվելյան հաճելի էր լսել դեղեցություններ թե պետք ունեինք շնորհակալ ենք խորհուրդների համար շնորհակալ ենք բացատրության համար վստահ թե երկրորդ անգամ եւս պետք է ցեզի հրավիրեմ եւ այլ տարբեր հարցումներով տարբեր թեմաներով մասնակցիկ եթե արգելք չունիք հրավերը բաց է
Շատ շնորհակալ եմ ձեզանից։ Ես եմ ձեզանից շնորհակալ նման հաճելի զրույցի համար։ Խնդրեմ բարի եկացեք եւ ցեզ բարի գիշեր գսեմ մենք պիտի լսենք մամ ջան խորակրով գեղեցիկ երգը պիտի նվիրենք երկուքս ես եւ դոկտոր Մանվելյանը բոլոր մեր հայ մայրերի շնորհակալություն դարձյալ եւ ցտեսություն բարի եկացեք